Պարոն քաղաքապետ, ունեցանք խնդիր։ Ամսի 23-ին խցանումներ առաջացան մայրաքաղաքում, գրեթե ամբողջ տարածքում, բայց հիմնական կանգը խցանումները եղան կենտրոն վարչական շրջանում։ Մենք քննարկել ենք շաբաթ օրը ԵԱՍՄ-ում պատճառները։ Այն իմ կասկածը, որ ուշ է մտել տեխնիկան, այո, եղել են ուշ մտնելու ժամեր, եւ դա պայմանավորված է եղել երթևեկի ինտենսիվությամբ տրանսպորտի, ուղղակի ԵԱՍՄ-ի մեքենա-մեխանիզմները չեն կարողացել մտնել երթուղի։ Ստիպված ժամը 2-ից հետո նոր դիմել ենք պարոն Փամբուխչյանը օգնությամբ բարեկային ծառայությանը, որը սկսել է ճանապարհ բացել մեր մեքենաների համար եւ մեքենաները կարողացան արդեն մշակել աղազով փողոցները։ Երեկոյան տևել է դա 6 ժամ, ժամը 14:30-ից 15:00-ի մոտերքից մինչև 21:00-ն 21:30 կենտրոնում, ժամը 19:30 20:00-ի ժամանակահատվածում ամբողջապես մաքուր է եղել Նոր վարչական շրջանը, բոլոր փողոցները մաքրված, Ավան վարչական շրջանը, Քանաքեր-Զեյթուն, Արաբկիրի հյուսիսային գոտին։ Այդ ժամի դրությամբ դարձյալ խնդիրը մնում էր կենտրոնում։ Խցանումներ, տևական կանգ, այն պատճառաբանությունը, թե աղուավազ ցանված չի եղել, մենք ունենք 37 միավոր տեխնիկա, 1204 կիլոմետր է մայրաքաղաքի ճանապարհների ամբողջ երկարությունը, 15 միլիոն քառակուսի մետր մաքրվող տարածքն է մեքենա մեխանիզմներով, 8-6 միլիոնը ձեռքով բակային տարածքներն են։ Այս թվերը բերում եմ նրա համար, որ միաժամանակ տեխնիկան չէր կարող մտնել բոլոր փողոցները, բայց այնուամենայնիվ ոչ թե որպես արդարացում, ոչ թե որպես պատճառ, այլ փաստ հանգամանք, որ ծառացավ այդ պահին, մենք տնօրենի եւ պարոն Կարոյանի հետ մանրամասն վերլուծել ենք, սխեման դիսլոկացիոն շարժը ամբողջ մեքենաների հատ նայելով, որ կենտրոնում այո չկարողացանք ժամանակին մտնել եւ պատճառը միանգամից ինտենսիվ ձանտեղումները երթևեկի մեջ չկարողացան ժամանակին մտնել մեր մեքենաները, ստիպված բարեկային ծառայության օգնությամբ ասել, թե որևէ աշխատանք չի տարվել, թույլ տվեք որևէ պատճառ, որևէ իրավիճակ չարդարացնելու միտում չունենամ, արդարացնելու միտում չունենամ, պարոն քաղաքապետ, ես ձեզ տալիս եմ շատ օբյեկտիվ եւ փաստացի զեկույց, այնուամենայնիվ չի համապատասխանում իրականությանը, որ մեքենա մեխանիզմ չաշխատեց կամ աղուավազ չի ցանվել։ 1000 տոննա աղուավազի խառնուրդ ենք ծախսել այդ երկու գիշերը։ Երբ որ 10,000 տոննա ծախսել ենք այս դեկտեմբերի 27-ից մինչև 23-ը հունվար։ Նախորդ տարիների նույն ժամանակահատվածը հազիվ 5000-6000 տոննա է եղել։ Նույն ժամանակահատվածը, նույնիսկ ամբողջ ինտենսիվ սեզոնը։